Եթերում պրես կենտրոնն է, բարի երեկո։ Հարգելի հեռուստադիտողներ, իմ գործընկեր Միքայել Մելքումյանի հետ նոր պրոյեկտ տնտեսական ալիք նախաձեռնության շրջանակներում շարունակում ենք տարբեր քննարկումներ, մասնագետներին հրավիրելով եւ փորձելով անդրադառնալ մեր հասարակությանը հուզող տարբեր սոցիալ-տնտեսական խնդիրների։ Տարին մեկնարկել է բավականին հարկային փոփոխություններով, այսպես ասած ռեֆորմներով, թանկացումներով, իսկ թե դրա հետևանքով ինչ խնդիրներ են առաջացել մեր հասարակության առջև, կփորձենք քննարկել այսօր մեր մասնագետների հետ։ Այո, սիրելի հարգելի գործընկերներ, պետք է ասեմ, որ տարին սկսվեց տարբեր այսպես կոչված սյուրպրիզներով, հա, այսպես միգուցե բիզնեսի ոլորտի մարդկանց աշխատողների համար չի ասի, թե շատ հանկարծակի են եկել, բայց այնուամենայնիվ հայերը ոնց հա, եթե չի հասնում այն որ ասում դանակը ոսկորին, ռեակցիա չի լինում, մենք տեսնում ենք, որ կառավարության շենքի առջև հավաքվում են ուրեմն բիզնեսի տարբեր ոլորտի, այո, մեր հայրենակիցները, քաղաքացիները, եւ մենք տեսանք, որ քիչ հետո միգուցե քննարկենք դա, որ ընդվզեցին, ուրեմն կառավարությունը մի քիչ ոչ թե հետաձգեց, այսպես կոչված սոցիալական աջակցության, այսպես 6 ամսյա ծրագիր ներկայացրեց, քիչ ամենում ասենք, թե փաստորեն փոքր միջին բիզնեսին սոցիալական աջակցություն է ցուցաբերվում, հիմա չես հասկանում, դա բիզնես է, թե անապահով խավ է դիտարկվում, այս առումով, մենք քիչ հետո մենք քննարկենք բազմաբնույթ այդպիսի հարցեր, միգուցե ներկայացնենք մեր հյուրերին, անցնենք առաջ։ Շնորհակալ եմ ձեր թույլտվությամբ, տնտեսագետ Արմեն Մանուկյան, իրավապաշտպան, Լույս ուսեր հասարակական կազմակերպության նախագահ Ռուբինա Պետրոսյան, ՓՄՁ ասոցիացիայի կառավարման խորհրդի անդամ Տիգրան Քեյան։ Շնորհակալ ենք, հարգելի հյուրեր, մեր հրավերն ընդունելու համար։ Պարոն Քեյան, թերևս սկսենք քննարկումը հենց ձեզանից, դուք ՓՄԶ նաև հանրույթն եք ներկայացնում, իսկ վերջին շրջանում հա առաջարկող փոփոխությունները կարծես թե այդպես մեծ դժգոհությունների ալիք էին առաջացրել։ Ինչ էր իրենից ներառում այն աջակցության ծրագիրը, որը կառավարությունը առաջարկեց, եւ արդյոք սա բավարարեց ՓՄԶ ներկայացուցիչների այն պահանջները, որոնք դրվել էին, որովհետեւ աջակցության ծրագրից հետո կրկին մենք տեսանք կառավարության շենքի առջև նրանց։ Տեսեք, այո, մենք ունեցանք լուրջ օրենսդրական փոփոխություններ կապված շրջանառության հարկով, հա, աշխատող ընկերությունների մոտ, հիմնականում կարելի ասել մեծ փոփոխություն է կատարվել հարկային հարկերի դրույքաչափերի մեջ, գրեթե բոլոր ոլորտներում կրկնապատկվել է հարկի բեռը, բայց այդտեղ նաև նախկինում եթե մենք չունենք նվազեցման, հա, ծախսերի նվազեցման ինստիտուտ, շրջանառության հարկով աշխատողների մոտ այսքան հարկերի նվազեցման մոդել չունենք, այս փոփոխության նաև դա է ներդրվել, այսինքն մի շարք ոլորտներ, օրինակ ծառայությունների մատուցողների մոտ, այնտեղ իրանց կատարված ծախսերի նվազեցման թույլտվություն է կատարվել։ Եկեք ներողություն, այսինքն նաև ասենք այնպիսի դրվագներ, ոնց որ ասենք վարձակալական վճարը այդ մասով փոփոխություն չի եղել, վարձակալական վճարը նախկինում 10% էր, նույնը մնացել է, այնտեղ ոչ նվազեցման, հա, ինչ որ փոփոխություն էլ է, ոչ հարկերի ավելացման։ Այդ մասով այս փոփոխություններում չի կատարվել, բայց այստեղ վարչարության լուրջ խնդիրներ են ներդրվել, լուրջ ուսումնասիրության, վարչարության ստուգման տեսակներ ավելացել, դա հիմնականում վերաբերվում է առևտրով զբաղվող ընկերություններին, փաստաթղթավորման խիստ պահանջ է ներդրվել, ելի այդ ոլորտում գործունեություն ծավալողներին եւ կան մի շարք, հա, մի քանի ոլորտ, օրինակ այդտեղ փաստաբանական ծառայություններն են, նոտարական ծառայությունները, որոնք առհասարակ հանվեցին շրջանառության հարկով հարկվելու համակարգից եւ անցում կատարվեցին ընդհանուր հարկման, հա, համակարգում, եւ գիտենք, որ այդտեղ իրանց բեռը անգամներով ավելացավ, հա, արդեն փաստաբանական ծառայություններ ստանալու համար առավել մեծ գումարներ պետք է վճարեն մեր քաղաքացիները։ Ասեմ, որ ՓՄԶ-ի համար ինչ խնդիր է, հա, տեսեք, այստեղ ՓՄԶ-ն ոչ թե հարկերի վճարելուց կամ հարկերի հաշվարկելուց է վախենում, այլ այդ փաստաթղթավորմանից։ Այսինքն ոչ թե վախենում է, դա իր համար լուրջ խնդիրներ է, որտեղ մենք գիտենք, որ մեր առևտրի կետերում, հա, տոնավաճառներում, հա, եւ գյուղամերձ համայնքներում, հա, տենց փոքր եւ միջին բիզնեսով զբաղվող ձեռներեցները հիմնականում իրանք են ներկայացնում իրենց հաշվետվությունները կամ դիմելով այն մասնագիտական կրթություն ունեցող կամ այն գիտելիքներ ունեցող
անձանց, ովքեր ավելի ցածր, հա, վարձատրության դիմաց կարողանում են այդ հաշվետվությունները լրացնել եւ ներկայացնել հարկային մարմին, բայց այս փաստաթղթավորման խիստ պահանջի դեպքում, ապա իրանց պետքա լուրջ հաշվառում իրականացնեն, այսինքն ավելի մասնագիտացված անձանց դիմեն եւ այդ մասով իրանց ծախսերը կավելանան այդ մասով։ Շատ անհամեմատ շատ, այսինքն իրանք եթե ամսական այդ փոքր եւ միջին բիզնեսում աշխատող ընկերությունը ունեն մոտ 300-400 հազար եկամուտ, որ իր ընտանիքի հոգսերը հոգար, հա, ինքը պետք է դրա հալալ կեսը արդեն վճարի հաշվապային, որ իր մոտ տենց հաշվառում իրականացնի, որտեվ ես չեմ կարծում, որ 5-10 հազար դրամով որևիցե մի հաշվապա կգնա եւ անալիտիկ, հա, քանակագումարային հաշվառում։ Եկեք այստեղ մի հատ, որպեսզի մեր ուրեմն հեռուստադիտողները հստակ պատկերացնեն, տեսեք, 300-400 հազար դրամ զուտ եկամուտ, մաքուր եկամուտ ընդունենք։ Հիմա եկեք մի հատ օրինակի վրա փոքրիկ հաշվարկ վարժություն անենք։ Ընդունենք, հələ վերցնենք մենք շրջանառության հարկը, ընդունենք 5% է, պայմանական։ Ենթադրում ենք, որ ոչ մի փաստաթղթավորում չունի։ 400,000-ի 5%-ը 20,000 դրամ, այսինքն նախկինում պետք է վճարել շրջարկ 20,000 դրամ։ Հիմա 400,000-ի դեպքում եթե էլի չի փաստաթղթավորում, պետք է կրկնակի վճարել 40,000 դրամ։ Հիմա եւ սրան պետքա, հա, այսինքն հիմա մենք սա պետքա համադրենք։ Դա դրանով, նայեք, դուք չեք կարող ասեք, լավ, ես չփաստաթղթավորեմ եւ 10% վճարեմ եւ վերջ, ոչ, դա չի լինի։ Որտեղ մենք ասացինք, խիստ վարչարության ինստիտուտ է ներդրվել։ Այսինքն, եթե մենք այսօր ոնց ենք, հա, հաշվառումը հսկողություն իրականացնում ՊԵԿ-ը, արդեն մինչեւ տարեկան 24 միլիոն եւ արվել շրջանառություն ունեցողները, չէ, ավել ունեցողները պարտադիր պետքա իրենց իրացման շրջանառությունը քանակագումարային արտացոլեն, այսինքն եթե ՀԴՄ սարքի միջոցով արդեն պետք է երևա, որ դուք ջուր եք վաճառել, սիգարետ, հաց, այնտեղ գրվելու է։ Եվ ՊԵԿ-ը նայելու է, եթե դուք ջուր, հաց, սիգարետի ձեռբերում չունեք, ապա ձեր մոտ վարչարություն է իրականացնում։ Գալու են ասեն, այս ապրանքը ձեզ որտեղ, եթե փաստաթղթավորում չեղավ, առաջի դեպքում ձեզ 20% տուգանվելու եք վաճառքի գնից հաշվարկված։ Այսինքն եթե դուք ունեք այդ ապրանքախմբի, որոնց մասով որ ինքը ձեզ հարցեր ա ներկայացնում, ձեռբերումներ չկա, նայելու են տեսնել այդ երամսյակում կամ այդ կիսամյակում որքան եք վաճառել այդ ապրանքներից եւ փաստաթուղթ չեք վերցրել 20% տուգանելու են, դա առաջի դեպքում։ Երկրորդ դեպքում արդեն 50% են տուգանելու։ Այսինքն այն փաստը, որ մենք կարանք փաստաթուղթ չունենանք, բայց 10% հարկվելով հանգիստ ապրենք, դա չկա։ Արդեն չկա, որովհետեւ խիստ վարչարություն է ներդրվել առևտրով զբաղվողների համար, որոնք պարտավոր են իրենք։ Շատ ներողություն, ասիկի այդ խիստ վարչարությունը ընդունենք 50-60 հազար փոքր միջին ձեռնարկատերերին, այդպես կարող են իրականացնել այդքան այդ տասնյակ հազարավոր ՓՄԶ-երի նկատմամբ։ Տեսեք, ես ասեմ, նախկինում շատ դժվար էր, քանի որ մենք չունենք թվայնացված համակարգեր, այսինքն պետքա դու անպայման այցելեիր, հա, տնտեսվարողի մոտ։ Հիմա դու նստած ես, ունես շատ լավ վերլուծական խումբ, ՊԵԿ-ում, հա, աշխատող խումբ կա վերլուծական, որը այսօր շատ լավ է աշխատում։ Եվ ինքը շատ հեշտ թիրախային կարող է հանել այն տնտեսվարողներին, ովքեր որ չեն փաստաթղթավոր, այսինքն ովքեր որ փաստաթղթի ձեռբերում չունեն, բայց իրացում ունեն, եւ իրանց կարող են հենց նաեւ այդ կամերալ ստուգումների միջոցով եւ կամ այլ տեսակներով ծանոթացնել եւ ինչու՞ չէ, արդեն հարկային տեսուչները կայցելեն եւ իրանց իսկ պահանջեն այդ փաստաթղթերը եւ ստուգման այդ արձանագրությունը։ Դա տենց որ ասեմ մեծ ռեսուրս է պահանջելու ոչ, որտեվ իրանք թիրախավորվելու են, այսինքն ինքը չի գնալու ինչ որ այդ ընկերության մոտ ասի քո ամբողջ ապրանքային տեսականին բեր ստուգեմ, չէ՞, ինքը տեսնելու է որը որ փաստաթղթավորած չի, ընտրելու է 4-5 անվանում այդ ապրանքներից, որոնք ավելի շատ է վաճառում եւ այդ մասով իր մոտ վաճառում։ Շատ լավ, այդ դեպքում ինչի մասին էր 6 ամսյա աջակցության ծրագիրը։ Տեսեք, այստեղ քանի որ մենք ասում ենք որ արդարացված տոկոսադրույք է, բոլոր ռիսկերը հաշվարկված է եւ ոչ մի խնդիր չենք տեսնում, բայց եկավ մի պահ, որ մենք իրանց ներկայացինք, որ դուք այստեղ խնդիր ունեք։ Հայք, ընդունենք որ ասում են, որ բոլոր փաստաթղթավորումը, որ իրականացնես, դուք վճարես ավելի նվազ հարկ։ Իսկ մենք ասում ենք անցում կատարելուց դուք ապրանքային մնացորդի պահանջ եք ներկայացրել մինչև փետրվարի 1-ը, որ պետքա ներկայացնի տնտեսվարողը։ Այո, եւ այդ մնացորդի մասով նվազեցումներ չեք նախատեսել։ Օրինակի համար վերցնենք մենք տարիներին ձեռբերումներ ունենք, որ փաստաթուղթ չունեն, որտեղ էս լինի։ Որը փաստաթղթավորված եղել է, որը նվազեցվել է 4%-ով նախկինում, իսկ որոշ մասերն չեն փաստաթղթավորված եղել։ Այո, այդ ապրանքները մենք իրացնում ենք այս տարի։ Այսինքն նախորդ տարվա մեր մնացորդը այս տարի ենք իրացնում եւ նվազեցումներ չեն կարող անել այդ ապրանքների մեջ։ Այսինքն ստացվում է, որ այդ ապրանքները ամբողջությամբ պետք է 10%-ով հարկվեն։ Եվ այդ մասով պետությունը ոնց որ ընդունեց իր սխալը եւ փորձեց այս աջակցման ծրագրի միջոցով, բայց այդ 6 ամսում հնարավոր է այդ ամբողջը Ես ասում դա այդ խնդրի ինչ որ հարկման
կամ հարկեր գանձելու ինչ որ մի աջակցություն է, բայց դրանով ՓՄԶ-ի խնդիրը, վերքը կամ ՓՄԶ-ի խնդիրները, ասենց ասեմ, չի լուծվում դրանով, հա, դա մի փոքր հատված է, որոնց մարդկանց աջակցություն է տալիս շատ փոքր այդ լուծումը կարգավորելու, օրինակ մենք վերցնենք ոսկու շուկայի աշխատողների մոտ, ոսկերիչների լուրջ խնդիր է իրանց մոտ, հա, փաստաթղթավորման եւ հարկերի վճարման լուրջ խնդիր է։ Պարոն Քեյան, ներողություն, եկեք որպեսզի այսպես բան անենք։ Իսկ այդ տեսեք, որ այդ սոցիալական աջակցության ծրագիրը, պայմանական հետաձգման ծրագիրը կառավարությունը առաջարկեց։ Այսինքն այդ հետևանքը, միջև օրենքը ընդունելը եւ գործողության մեջ դնելը չէին կանխատեսել կամ չէին նախատեսել, որ այդպիսի բան կլինի եւ տեսան, որ այդ ընդվզումը կա, փորձեցին այդպես։ Հիմա կարող է անցնի այդ 6 ամիսը, նորից այդ շիրացվեն խնդիրները, նորից գան բողոքեն, նորից 6 ամիս հետո։ Մեր փորձը ցույց է տալու, որ ցանկացած պահի մենք փոփոխություն ենք կատարում, հետո տեսնում ենք մի խնդիր, փորձում ենք այդ խնդիրը լուծենք, հետո այդ փոփոխությունը հետո մի հատ ուրիշ խնդիր հետո էս։ Այսինքն համակարգային չի մոտեցվում։ Մեր մոտ չկա համակարգային։ Դուք տեսնում եք, չէ՞, մենք հարկային օրենսգիրքը ընդունել ենք 2016 թվականին, ուժի մեջ մտ 2018 թվականից, բայց այսօր ինքը արդեն 6 տարի, 7 տարի, հա, սենց այնքան շատ փոփոխություն է կատարել, ինչ շահութահարկի մասին օրենքը, որը աշխատել է 25-26 տարի, հա, տենց չեմ հիշում ես երբ էր ընդունվել, բայց որ նայենք փոփոխությունների քանակը, տեսնենք, որ ինքը շահութահարկից ավելի շատ է փոփոխվել, որը որ 25-26 տարի աշխատել։ Բայց այս օրենսգիրքը պետք է ընդունվեր մեր ունեցած տարիների փորձի, մեր գերատեսչությունների կողմից տված պարզաբանումների, հա, այն հիմնարար, հա, փաստաթղթերի ունեցած ինֆորմացիայի հիմանով, որ մենք հետագայում չկարողանանք այդ դրույթները նորից պետք չլներ պարզաբանենք։ Բայց ստա ասեմ, խնդիրը մենք չթիրախավորենք, հա, մենակ այս արքու վաճառքով զբաղվողներին։ Տեսեք, մենք ծառայությունների մատուցողների մոտ ասենք ինչ լուրջ խնդիրներ ու լուրջ փոփոխություններ։ Օրինակ, ցեղ սպասարկողները վերցնենք, հա, օրինակ համար, իրանք միկրո ձեռնարկություններ են կարող են աշխատեն որպես միկրո եւ հարկեր շրջարկ։ Հա, հիմա իրանք ասում ենք դուք միկրո չեք կարող շրջարկ ու միանգամից մենք իրանք անցում ենք կատարում 0-ից 10%-ի, այսինքն իրանք բեռը միանգամից ավելանում է շատ անգամներով, հա, բայց դա խնդիրը այնտեղ է, որ մասնագիտական գիտելիքներ օրինակ ունեցողներին իրանք ասում ենք ձեր բեռը հաշվապահականներին, հա, իրավաբաններին, դե փաստաբաններին նշեցին, որ ավելացած արժեքի հարգնացին։ Այնտեղ իրանց ասում ենք ձեր բեռը 10 անգամ, 2 անգամներով ավելացնում ենք։ Այնտեղ վարչապետին ասում են, որ իրանք նվազեցնեն կարող են, հա, հարկերը քիչ վճարեն, բայց չի կարող այդքան նվազեցնել։ Նա ինքը իր գիտելիքները, տարիների ունեցած իր սովորած գիտելիքն է հիմա վաճառում, եւ ինքը չի կարող այդքան նվազեցումներ ունենալ։ Ինքը անհնար է, հաշվապահն չի կարող այդքան նվազեցումներ ունենալ։ Ինքը պետք է ունենա մի հատ վարձակալություն, որը հաստատված վճար է, եւ այդ տարածքի կոմունալ ծախսերը, ասենց ասեմ, ուրիշ ծախս չունի այդ մարդը։ Իսկ մենք իրան չենք ուսումնասիրել, չենք վերլուծել, անգամներով բարձրացրել ենք եւ համեմատություններ են կարել, ինչ որ ընկերություններում աշխատող հաշվապահ է, հաշվապահն աշխատողը պետք է 20% վճարի, ծառայություն մատուցողը 5% պետք է վճարի։ Ապա ինչու է IT ոլորտում ծառայություններ մատուցողին մենք իջացնում ենք 1%, ինչու համար։ Այն նույն աստագետներն են, հիմա մենք շատ իմանանք, որ պետք է մեր հաշվապահի ու IT-ի մեջ տարանջատում դնենք, այն ժամանակ մենք էլ IT-ը սովորենք, էլ խենք հաշվապահություն։ Շատ տեղին հարցադրում է, ճիշտ է։ Շնորհակալություն, պարոն Մանուկյան, ձեր դիրքորոշումը արդյոք այս աջակցության ծրագիրը իրապես, հա, այն բոլոր պահանջները, որոնք դրվում էր ՓՄԶ ներկայացուցիչների կողմից, այսպես կբավարարի եւ այսուհետ կունենանք այդպես ավելի կայուն իրավիճակ, թե ինչպես արդեն հետո նաեւ ծրագրից հետո պահանջ դրեցին, որ ամբողջությամբ պետքա կասեցվի այս փոփոխությունը այս տեսքով, այնուամենայնիվ այսպես պահանջատեր կլինեն ՓՄԶ ներկայացուցիչները եւ կառավարությունը ստիպված կլինի 6 ամիս հետո նորից որևէ փոփոխություն կատարի։ Ես կուզենամ մի փոքր բովանդակային առումով էլ վերաբերվենք ինչ է իրենց ներկայացնում ընդհանրապես շրջանառության հարկը։ Հիշենք, որ շրջանառության հարկը եկավ փոխարինելու պարզեցված հարկին եւ հաստատագրված վճարին։ Ինչի համար է շրջանառության հարկը ներմուծվում, որպեսզի փոքր եւ միջին բիզնեսին ընդհանուր հարկման դաշտից մենք առանձնացնեինք, այսինքն թույլ տայինք զարգանալ փոքր եւ միջին բիզնեսը, քանի որ ցանկացած զարգացած երկրում փոքր եւ միջին բիզնեսը ձևավորում է նաեւ հասարակության միջին խավը։ Եվ այստեղ 6 ամսյա ժամկետը իմ կարծիքով ինքը բավարար ժամկետ չի, քանի որ պետք է հնարավորություն տրվեր փոքր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչներին, այսինքն տնտեսվարող սուբյեկտներին ժամանակային առումով մի քիչ ավելի երկար ժամանակ, որպեսզի կարողանային արդեն նոր կարգերին, նոր ձևին
ծանոթ աշխատանքներ կատարեն, այսինքն շարունակական աստիճանաբար էր պետք է ամեն ինչը կատարել, ոչ թե միանգամից, քանի որ մենք տեսանք, որ օրենքում փոփոխություն կատարելը դա ճիշտ գնահատված չէր իրավիճակը, ճիշտ վերլուծված չէր, եւ այդ էր պատճառը, որ փոքր միջին բիզնեսի տարբեր ներկայացուցիչներ իրենց արդարացի բողոքի ձայնն էին բարձրացնում ամեն օր, տարբեր ներկայացուցիչներ կառավարության դիմաց։ Պարոն Մանուկյան, ներողություն, տեսեք ինչա, բայց միտքը այն ինչ որ մենք ասենք, լսել ենք, տեսեք, ցանկացած օրենք պետք է ունենա երկու միջև ընդունելը, այսպես ֆրագմենտալ բան, մեկը հանրային քննարկում, բարձ չի թե հետում հետ են քննարկել, որ հետո ոնց են ընդունել, եթե հետում հետ քննարկեն, դրանք ընդվզում են, սա մեկ, եւ երկրորդ ազդեցության գնահատական։ Ազդեցության գնահատականը պետքա ներկայացնի կառավարության համապատասխան ստորաբաժանումը, թե չնայած դա չեմ ասում, թե ինչ որ հալած յուղ է այդ հաշվարկը կարան ճիշտ, այսինքն նոր որ մենք քննարկեցինք, պարոն Կեյանի, այո, այսինքն ինչա դա նշանակում։ Կոնկրետ մի քանի ոլորտային բիզնեսներ վերցնեն, ասեն, եթե այս 5%-ը դառնա 10% կամ չգիտեմ գալիս է ընդհանուր հարկման դաշտ, շահութաբերությունը ինչքան կիջնի եւ իմաստ կունենա, որ այդ բիզնեսը գոյություն ունենա, թե իմաստ չի ունենա, ես ավարտեմ եւ դրա արդյունքում գանք մի եզրակացության, թե ինչպեսի հանգուցալուծում տանք, բայց քանի որ այդ ռեկոմենդացիաները, երաշխավորությունները չկան, որ մարդկանց ասեն, այ, չենք ասում միլիմետրի ճշտությամբ, ձեզ սպասվում է, ձեր շահութաբերության այսպեսի անկում, հա, բայց ո՞րն է միտքը, ասում սրանով մենք ստվերից հանում, մենք ուզում ենք ստվերային չլինի, այսինքն այդ փաստաթղթավորման պահանջը ենթադրում է կանխավ, որ դու ստվերից դուրս արի, այն ինչ որ դու առել ես, որ հետո ինչ որ արտադրություն կազմակերպես կամ մեկ այլ բան, այսինքն արի մի հատ այդումից որ առել ես դրա տեղը ցույց տուր, որովհետև գործում էր, որ եթե դու տեղը ցույց չես տալի, ուզում ես 4.5% ընդունենք, իսկ եթե տեղը ցույց ես տալի 1.5, բայց պարզա այդ շղթան, թե արդյոք կան անհաղթահարելի արգելքներ։ Այդ փաստաթղթը, այդ բանի համար կան անհաղթահարելի արգելքներ, փաստաթղթը։ Չեմ կարծում։ Այստեղ խնդիրը ինչումն է, նայեք, մենք երկու բան կարանք հասկանանք եւ ներկայացնենք, էլի, որ հասկանան շրջանառության հարկի գաղափարը, որ ներդրվել է, հա, ինքը իր բառով, հենց տեքստը, որ կարդում ես բառացած մը շրջանառությունից հարկ, այնտեղ չի ասում եկամուտ ծախսերի հաշվառում արա, այնտեղ չի ասում, այս սա ինքը գաղափարը հենց դա է, որ պարզեցված, այսինքն այն ժամանակ պարզեցված հարկը ինքը եկամուտ ծախսի հաշվառում էր իր մեջ ներառում, հա, որոշակի պայմաններ էլ կար, ովքեր կարող էին, ովքեր չէին կարող, բայց հետո անցումը շրջանառության, որ ավելի պարզեցնենք մենք, պարզեցված հարկը ավելի պարզեցնենք, անունը դնենք շրջանառության հարկ եւ մարդիկ շրջանառությունից վճարեն։ Եվ այն որ սրանից իրանք եկամուտներ շատ կվճարեն, հարկեր շատ վճարեն կամ չգիտեմ, սա լոզունգ է, ստվերը կկրճատվի, չկա տենց բան։ Պարզ ասենք ձեզ, օրինակ, որ ներկայացնում են, չէ, ինչ որ աղյուսյակ եւ վարչապետը ասում էր, որ տեսեք, մոտ, չեմ հիշում, 60,000 տնտես վարող տարեկան շրջանառությունա ձևակերպել մինչև 10 միլիոն, ճիշտ է։ Այո։ Ինչի հաշվին է, հա, իրանք ունեն շեմ չանցնելու կամ չգիտեմ ինչ խնդիր։ Հիմա այդ մարդիկ այն նույն ձևի, էլի առանց փաստաթղթի իրանք վերցնելու են այնքան, որքան որ իրանք բավարար է եւ ՀԴՄ կտրոն կամ իրենց շրջանառությունը արտացոլեն այնքան, որքան որ իրենց պետք է։ Այսինքն դա ինչից է գալի։ Դա տես գալիս է որ պեկի վարչարությունը այդ ժամանակ այդքան էլ խիստ չի եղել եւ չի հսկողություն իրականացրել։ Այսինքն եթե դու ՀԴՄ չես խփում, քեզ չեն տուգանում, ի՞նչ տարբերություն շրջանառության հարկը 5%-ը թե 10%-ը։ Մեկը դու չես խփում։ Մեկը շրջանառությունը ցույց չես տալի, այո։ Ուրեմն ասեմ դա այստեղ որ կանգնենք, ասենք այդ տնտեսությունները արդյունավետ էին, արդյունավետ չէին, չէ՞, եթե շրջանառության հարկով հաշվարկենք ու ասենք, որ իրանք իրենց ծախսերը հաշվարկելով կնված տոկոսադրույք կվճարեն, 1% ընդունեն կվճարեն, ընկերության առևտրի ոլորտը հաշվի առնելով 1%-ի հաշվարկով եթե հաշվի առնենք, ձեռնտու բիզնես չի, իրականում չես կարող դու աշխատես 1% հարկ վճարելով։ Հենց դա գալիս է նրան, որ սա սոցիալական պիտի դիտարկվեր, ոչ թե ֆիսկալ հարկ հավաքելու տեղ, դա պիտի հանգիստ թողեին, այս դա եկել է ինչից որ աշխատատեղերը բավարար չեն, դուք ձեր յուղի մեջ տապակվեք, աշխատեք, մենք ձեր հետ գործ չունենք, այ տվեք հստակ sense մի բան, ոնց որ բարձրացված է, մենք այլևս ձեզ չենք դիտարկում որպես հարկային, ուրեմն գանձման ոլորտ։ Կամ պետք է որոշ այլ նորմեր կիրառելով, հա, շրջանառությունը ամբողջությամբ հայտարարագրելու պայման, հա, ստուգումները խիստ, որպեսզի վարչարություն խիստ իրականացնեն, որ բոլորը արտացոլեն իրենց շրջանառությունը, դա իրացման շրջանառության շեմը վերացնեն առհասարակ, ոնց օրինակ իրականացրել, այո, պետք ոլորտում ավելի արդյունավետ կամ չգիտեմ ինչ որ տոկոսադրույք ստանան արդյունավետ, ասեն չես ուզում, բեր տենց շրջանառությունը, բայց ինչի համար եմ ասում, միտքս ավարտեմ, որովհետև նույն բանը իրանք հաստատագրվածից անցում որ կատարեց շրջանառության հարկի
հանրային սննդի ոլորտը, հա, այնտեղ շեմը չկա հանրային սննդի ոլորտում։ Ուզում ես 1 միլիարդ շրջանառություն ունեցի, դու էլի հարկես։ Ու թող տեսնեն հանրային հաստատագրվածի ծանցումի ժամանակ իրենց շրջանառության ծավալները քանի անգամ ավելացել եւ իրենց հարկերը քանի անգամ։ Շատ բարի, շատ բարի։ Ես պարոն Մեղմեդյան, ուղղակի մասնագետների, հա, այսպես հայտարարություններից, ելույթներից կարելի է այսպիսի եզրակացություն կատարել, եթե այս մասով փորձենք ամփոփել, ստացվում է, որ էկոնոմիկայի նախարարությունը, ով պետք է լիներ այս դեպքում նաև ՓՄԶ ներկայացուցիչների շահերի պաշտպանը, իր գործում ակնհայտորեն թերացել է, դրա փոխարեն ֆինանսների նախարարությունը ըստ երևույթին արել է այն, ինչ իր պարտականությունն է, հա, դուրս է գալիս։ Բայց մենք ծանոթ չենք այդ ներքին քննարկում, կարող է էկոնոմիկայի ներողություն, կարող է էկոնոմիկայի նախարարությունը իր մտքերը արտահայտել է, բանավիճել է, հարցադրումներ արել եւ կառավարությունում չի Փաստորեն, բայց այն հիմնավոր եւ փաստարկված չեն եղել, որ գործընկերները կառավարության հաշվի առնեն, եւ երկրորդը ես այնուամենայնիվ այս աջակցության ծրագրի մասով ուզում եմ մենք այստեղ շեշտադրում անել, որովհետեւ այո, եւ մամուլում եւ հասարակության շրջանում սա այլ ընկալում ունի։ Ստացվում է, որ սա այնքան էլ աջակցության ծրագիր չի, շատ ավելի այսպես ժողովրդական լեզվով ասած ՓՄԶ ներկայացուցիչների գլխի տակ փափուկ բարձ դնելու սկզբունքն է գործում։ Շատ հակիրճ, եթե հնարավոր է, ու Տիկին Պետրոսյանը բոլոր այս վերջի քննարկումների ժամանակ, հա, էկոնոմիկայի նախարարությունից ներկայացություն չի եղել։ Կարող է ինքը օրենքի նախագծին բոլոր գերատեսչությունները պարտավոր են ինչ-որ կարծիք տան։ Ես չեմ անում, այդ կարծիքները կարող ավտոմատ բոլոր դարձնել, ընդ արդարադատության նախարարությունն էլ է կարծիք տալի, առողջապահության նախարարությունն էլ է կարծիք տալի։ Որպես կանոն, մի առանձին կառավարություն, կառավարության կառուցվածքում գտնվող մի նախարարություն կամ գերատեսչություն, երբ որ կառավարությունը արդեն քաղաքական որոշում ունի, սա քաղաքական որոշում, ասած այդ դեպքում մի առանձին նախարարություն լինելով նույնիսկ դեմ, ինքը չի կարող հանրայնորեն հանրայնացնի, սա հստակ է, այլապես դուք կգամ օրեն դեմը հանրայնացնի։ Քննարկումներին ինքը մասնակցի իր տեսակետները հայտնի, թե այստեղ պարզ է, որ կա քաղաքական որոշում եւ բոլորը քաղաքական գործիչներ են եւ մի թիմի գործիչներ են, միաձայն պետք է որոշում կայացնել։ Այսինքն քաղաքական որոշման վրա ազդեցություն չի ունեցել, սա է ընդհանրապես խնդիրը։ Դա հասկանում ենք, այդ ուղղակի ես ուզում եմ ասեմ, որ իրանք պետք է մասնակցեն եւ իրանք ՓՄԶ-ին ներկայացնեին, լսեին։ Շատ բան։ Խնդրեմ, պարոն Մանուկյան։ Տեսեք, ես մի բան կավելացնեի, ընդհանրապես մեզ ներկայացվեց, հասարակությանը ներկայացվեց, որ հարկային օրենսգրքում բարեփոխումներ է կատարվում։ Եվ բարեփոխում կոչվածը դա պետք է վերաբերեր հասարակության լայն շերտերին, այսինքն ավելի թեթևանար։ Նամանավանդ, երբ որ խոսում ենք փոքր եւ միջին բիզնեսի մասին, որին պետք է կառավարությունը ամեն ձև հնարավորություն տա, աջակցի, որպեսզի զարգանա։ Այստեղ բարեփոխում անվան տակ ընդամենը եթե նախկինում փաստաթղթավորված չէր, վճարում էին շրջանառության 5%-ի չափով հարկ, եթե փաստաթղթավորված էր 1.5%-ի չափով, եւ բարեփոխման անվան տակ ընդամենը փաստաթղթավորված հիմնավորված ծախսերով եթե ներկայացնում ենք, արդեն իջնում է 1%, այսինքն 0.5%-ի ընդամենը բարեփոխում, բայց հակառակ պարագայում չփաստաթղթավորված լինելու դեպքում մեծ տուգանքներ, արդեն մեծ տուգանքներ, մեծ վարչարություն եւ միանգամից կտրուկ տոկոսի աճ։ Իմ կարծիքով սա փոքր միջին բիզնեսին, որոնք նամանավանդ են չկայացած նոր ձևավորվող բիզնեսները, իմ կարծիքով վնասելու է, խոչընդոտելու է, որպեսզի բոլոր ծառայությունները այսօր անգամներով թանկացնում, դուք կտեսնեք այդ հարգելի գործընկերներ, Թույլ տանք Տիկին Պետրոսյանը եւս արտահայտվի։ Տիկին Պետրոսյան, տարին սկսել ենք բազմաթիվ այսպես, հա, բարեփոխումների բումերով, թանկացումներ, բարձրացումներ, ի վերջո ռեֆորմներ են դրանք, ու շատ ներկայացուցիչներ, փորձագետներ պնդում են, որ ռեֆորմները տարբեր ձև կարող են ընկալել հասարակությունը, սովորաբար ընդունված է, որ ավելի այդպես դժգոհության ալիք է գոհանում։ Բայց ձեզ հետ կուզենային քննարկել ավելի շատ այդ բարեփոխումներ, բարձրացումներ, թանկացումների սոցիալական հետևանքները։ Մեր այսօրվա խորագիրը հենց այդպիսին է, հա, տնտեսական անկման սոցիալական հետևանքները։ Այ օրինակ ինչ խնդիրներ եք դուք տեսնում այդ առումով։ Մինչև բովանդակային առումով խնդիրներին անդրադառնալը, ուզում եմ մեկ բան նախաբանում խոսքումս ասել, որ խոսքս ամենևին չեմ ուզում ընկալվի, որ ակնհայտ ինչ-որ միտում կա օրենսդրական քննարկվելիք նախաձեռնությունը թիրախային կերպով փնովելու մեջ եւ հատկապես երբ որ բովանդակային առումով քննարկենք, ես դեմ եմ օրինակ երեխաների ապա ինստիտուցիոնալ խնամքի ներդրմանը Հայաստանի Հանրապետությունում ամենևին, որովհետեւ
բնականաբար ինստիտուցիոնալ խնամքը ցանկալի երևույթ չէ եւ պետությունները կառավարությունները դա նվազեցնելու ուղղված քաղաքականություն են վայել տարիներ։ Խոսեցիք պարոն Մելքումյան, Տիկին Իսայան, դուք էլ մեր գործընկերներն էլ օրենսդրական բարեփոխումներից այսպես կոչված 2025 թվականի փետրվարի 26-ին իդրաֆտ.am-ում հանրային քննարկման ըստ էության դրվեց այնպիսի մի նախագիծ աշխատանքի սոցիալական հարցերի կողմից մշակված եւ ներդրված, որով որ նախատեսվում է լուծարել Գավառի մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությունը եւ SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի հետ կնքել հուշագիր եւ դրամաշնորհի պայմանագիր։ Ըստ էության ինչ է անում պետությունը, ես հնարավորինս կփորձեմ իրավական եզրութաբանությունից հնարավորինս խուսափել եւ ավելի մեր հասարակությանը պարզ լեզվով բացատրել։ Լուծարում է Գավառի մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությունը եւ իդեմս իրեն գործող այս կառույցի լիազորությունները պատվիրակում է SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամին, այսինքն մասնավոր հատվածի, բայց Գավառի մանկատանը առանց նողական խնամքի մնացած երեխաները գտնվելով ըստ էության գտնում են պետության պաշտպանության եւ հովանու ներքո, որտեղ կառույցը գործում էր իդեմս իրեն։ Այսինքն իր գործառույթները, որի համար ինքը պարտավորություն ստացել սահմանադրությամբ, միշրակներ պետական օրենքներով, կոնվենցիաներով, ինքը պատվիրակում է մասնավոր հատվածի։ Մասնավոր հատվածի ինչ է լինում։ Հիմքում նախագծի հիմնավորման մեջ նշվում է, որ հիմք ըստ էության կարդալուց տպավորություն է, որ ընդհանրապես SOS մանկական գյուղեր հայկական բարեգործական հիմնադրամի գրությունը, որը որ դիմել էր աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն, այն խթանն է եղել, որով որ սկսվել է նախագծի մշակումը։ Իհարկե, սա առաջին հայացքից, գիտենք, որ տարիներ շարունակ կառավարությունները, այդ թվում պետությունը, նաև Հայաստանի Հանրապետությունն, ապա ինստիտուցիոնալ խնամքի ներդրման ուղղված, ապա ինստիտուցիոնալ խնամքը երեխաների հատկապես հաստատություններում նվազեցնելուն ուղղված տարբեր ինստիտուտներ ներդրեցին, զարգացրեցին, նոր փոփոխություններ մտցրեցին եւ նախորդիվ եւս տարբեր հաստատություններ լուծարվել են։ Առաջինը չի, որ Գավառի մանկատունն է, բայց այստեղ խնդիրներ կան։ Միայն ողջունելով ընտանիքում օրինակ երեխայի խնամքի եւ դաստիարակության առավելությունները, միանշանակ կողմ լինելով դրան, սա առաջին տպավորությունը եթե ոչ, ապա կարծես կարդալով մտածում ենք, որ գործ ունենք դասական քաղաքացիական պայմանագրի հետ, որտեղ հուշագիր են կնքում 5 տարի ժամկետով երեխաներին վերաուղեգրում կամ այլ կերպ ասած փոխանցում են SOS մանկական գյուղեր բարեգործական հիմնադրամի Կոտայքի մասնաճյուղ։ Միավորման գործընթաց է, հա։ Միավորման չէ, այլևս չի լինելու Գավառի մանկատուն պետական ոչ առևտրային կազմակերպությունը լուծարվելու է եւ այստեղ մի շատ կարեւոր դիտարկում շենքն է, որը որ հատկացված ու հանձնված էր մանկատանը, հանձնվելու է հանրակացարաններ պետական ոչ առևտրային կազմակերպությանն որպես սոցբնակարանային ֆոնդ։ Պատճառը նախագծում նշում է, որ նաեւ այս ֆոնդի նվազ լինելով ապայմանավորված, այսինքն ինչ, շենքներ պետք, երեխաները միտեղ կարող են ապրել, շենքներ պետք, բացի դրանից նախագծում ոչինչ չի ասում, պետությունը ինչ վերահսկման մեխանիզմներ է սրանով ունենալու իր ձեռքում, ամեն դեպքում գործիքակազմի մասին ոչինչ չկա, որովհետև եթե պետական ոչ առևտրային կազմակերպությունների նկատմամբ վերահսկողություն իրականացնում է հիմնադիրը, լիազոր մարմինը, այլ իրավասու մարմիններ, հիմնադրամների մասին օրենքով երբ որ նայում ենք, իսկ SOS մանկական գյուղի հիմնադրամը պետական եկամուտների կոմիտեն է լիազոր որպես վերահսկողություն իրականացնող մարմին, այլ իրավասու մարմինները իրենց իրավասություններին, ստուգումներին եւ այլնին համապատասխան։ Այսինքն վերահսկողական մեխանիզմը որն է լինելու եւ ամենակարևորը, որ նախագծում ոչինչ չի ասվում իրականացված փորձարկման կամ պիլոտային ծրագրերի մասին, իսկ այդպիսիք եղել են։ Այդպիսիք եղել են եւ առաջին փուլը տեղի ունեցել 2024 թվականի Եթե չեմ սխալվում դեկտեմբերի 27-ին 9 երեխա է վերաուղեգրվել, երկրորդ խումբը 2025 թվականի հունվարի կեսերին 4 երեխա է վերաուղեգրվել եւ երրորդ խումբը 2025 թվականի փետրվարի 26-ին վերջերս 8 հոգի։ Այստեղից մեծ շատ կարեւոր հարց է առաջ գալիս։ Այս երեխաներին լսել եք։ Ինչ ազդեցություն է ունեցել այդ փոխանցումը, ինչ արձագանքներ կան, ընդհանրապես երեխաների կարիքների հետ որովհետև հենց այդ ոչինչ չի նշվում, բայց այս ամեն ինչը պետք է իրականացվեր բազմամասնագիտական գնահատման հիման վրա։
Եվ բացի դրանից 2022 թվականին Աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությունը իր պարզաբանումներից մեկում նշել էր, որ առաջիկայում պետք է կատարվեն օրենսդրական բարեփոխումներ եւ երեխաներին վերաբերող օրենսդրությունը այնպիսին դառնա, մի քիչ ավելի պարզ լեզվով եթե ասեմ, որպեսզի հնարավոր բոլոր մեխանիզմները ներդրվեն երեխաների ձայնը ավելի լսելի դառնալու համար, երեխայի կարծիքը ավելի շատ հաշվի առնվելու այն դեպքերում եւ ասում են, որ անգամ որևէ ռազմավարություն, իրենց վերաբերող օրենսդրություն, քաղաքականություն մշակելիս իրենց ձայնը պետք է լսելի լինի եւ պետք է լսված լինի։ Հիմա այստեղից տարական մի հարց, երեխաները իրենց կարծիքը արտահայտել են, եթե այո, ապա ինչ արձագանքներ կան, ինչու որևէ տեղ նշում չկա դրա մասին, եթե ոչ, ապա այստեղ երեխայի հիմնարար իրավունքի խախտման փաստ են արձանագրում։ Եվ այս նախագիծը բացի այս ամենից, իհարկե որ շատ կարևոր է եւ բնակչության ամենախոցելի եւ պաշտպանության կարիք ունեցող հատվածի հետագա ճակատագրին է միտված սոցիալական ասպեկտ եւս ունի։ Գավառի մանկատունը ունի աշխատակիցներ, 82 աշխատակից։ 82 աշխատակից բնականաբար դառնում են լուծարման արդյունքում գործազուրկ։ Շատերին անձամբ եմ ճանաչում, տեղեկույթ պատմության որոշակյալ տիրապետում եմ 30-ից 35 տարեկան անձինք են եւ ավելի բարձր։ Այսինքն վերապրոֆիլավորում հնարավոր կլինի այս լուծարումից հետո իրականացնել։ Այս մարդիկ որտեղ պիտի աշխատեն, Գավառ համայնքի բնակիչներ են եւ այդտեղ այլ աշխատատեղեր գտնելու հնարավորությունները կարծում եմ այդպես անսահման չեն։ Վերջերս հայտարարվեց 2018-ից ի վեր 203,000-ից ավելի աշխատատեղ է ավելացել, հա? Հիմա թե դրանք նոր ձևավորվող աշխատատեղեր են, թե ստվերից են դուրս եկել, դրա մասին իհարկե մենք ձեզ պետք է այդ հարցը ուղենք, բայց ուզում եմ ասել, կառավարությունն էլ այսպիսի վիճակագրություն է կից ներկայացնում։ Հասկանում ենք, որ մանկատան լուծարման հետևանքով, տեսեք, դուք սոցիալական հետևանքներ կոնկրետ մատնանշում, բայց նաև կառավարությունը այսպիսի ցուցանիշներ է։ Տիկին Պետրոսյանին հետարքիր է, ինքը տեղեկություն ունի, թե 203,000 նոր ստեղծվածներից չնայած այդպես հստակ վիճակագրություն չկա, որ մասնաստվերից դուրս եկել, որտեղ դրանք բոլորը եկամտային հարկի դաշտում են, այսինքն այդ նոր ստեղծված 203,000-ը, այսինքն նախկինում եկամտային հարկ չէին վճարում, հիմա վճարում, որ նոր ստեղծված լինեն, այնուամենայնիվ ոլորտային ներդրումային ծրագրերը ինձ այդպիսի բան չեն հուշում, որ ինչ որ նոր այդ 203,000-ը դա լուրջ բան է։ Այսինքն մոտավորապես եթե եղել է 650-60,000, 1/3 իջավ 30%-ով աճը, այդպես ներդրումային ծրագրեր չի եղել, որ նայենք ասենք, այս որտեղ են ավելացել։ Հակառակը, չէ՞ որ հիմա գնում է տեխնիկայի, տեխնոլոգիայի զարգացման փուլում աշխատանքի արտադրողականության բարձրացման ուղղությամբ։ Հա, հիմա այսինքն սրա մասին որևէ վիճակագրություն, եթե ձեզ հայտնի է կամ մեր գործընկերներին, հայտնի չէ, այդպեսի։ Այնտեղ հստակ տվյալներ չեն կարող ասել, բայց Հայաստանում մի շարք գործոններ կան, դրանք օրինակի համար վերցնենք շինարարության բումը, որ եղավ, ծաղկում աճեց այդ ոլորտում մեր մոտ օտար երկրի, հա, աշխատակիցների քանակը կրկնակի, հա, կարելի ասել այդ օտար երկրի, հա, իրանց քանակը դե շատ ավելացավ, դու դա ժամանակավոր բան է, հա, եւ ճիշտ է, այս փուլում այնք ավելացել, բայց հիմա գնալով տեսնում ենք, որ շինարարությունը անկում է ապրում, այսինքն այդ շինարարության տենդենսը, որը ծաղկում էր, աճում էր, հիմա դեպի նվազում է այդ անկումը եւ հետագայում արդեն այդ նույն արհեստական աճի նվազումն է կունենա եւ կապված ռուս-ուկրաինական հա պատերազմից տենց այդ մի շարք հա արտասահմանյան այդ սանկցիաների տակ Ռուսաստանից հա ռելոկանտներ են, որ եկան գնացին, այո, եւ այդ առումով այդ բոլորը ազդեց այդ գործոնի վրա եւ դրա իրական գնահատականը մենք տարիներ հետո կարող ենք տանք մեր մոտ ինչ պատկեր է։ Շատ կարևոր ես կուզենայի ավելացնել, շատ կարևոր դեր խաղաց եկամտային հարկի մասին վերադարձը։ Երբ որ Երևանից դուրս եկավ արդեն, որ մարդիկ արդեն ստվերից գնացին դեպի գրանցված աշխատողներ։ Դե լավ, հնդիկները կարող է բան անեն, նաև Երևանից գնան դեպի մոտակա Զովունի, ասենք թե Աբովյան, մյուս տեղերում սկսեն աշխատել։ Չէ, դրա տենդենսը դեպի նվազման գնում է։ Բնական է։ Ես բան կուզեի ավելացնել, որ պետությունը որպես ինստիտուտ ինքը մի քանի գործառույթ ունի, առաջին հայացքից երրորդ գործառույթը որ կասեմ, գուցե տարօրինակ հնչի, պետությունը որպես կարգավորող մարմին, կարգեպահապան ու գործատու։ Պետությունը ի վերջո գործատու է, չէ՞, այսինքն
երբ որ ինքը ինչ որ աշխատատեղեր փակում է մարդկանց այդ պահին թեկուզ փոքր ժամանակահատվածում թողնում է դարձնում է գործազուրկի կարգավիճակում գտնվողած, ինքը պետք է կարծում եմ որպես գործատու եւ նաեւ որպես ինստիտուտ, որը այդ նույն հասարակության կողմից է աշխատանքի վերցված, որտեղ հասարակությունն է որոշում, թե ով այսօր պիտի պետական քաղաքականությունը իրականացնի, պետք է ամեն դեպքում փորձի նաև համոզել, ինչ որտեղ բացատրություններ ներկայացնել, ինչով է նպատակահարմար գտնում։ Միայն ասել օրինակ նույն, եթե լոկալիզացնենք Գավառի մանկատան օրինակով, որ պարզապես երեխաների լավագույն շահից ելնելով իհարկե իրականացում ես process-ը, իհարկե չանել բացահայտում ես երեխայի լավագույն շահը ոնց են գնահատել, ըստ էության 82 մարդ դառնում է գործազուրկ։ Առաջին հերթին, քանի որ եթե 82-ի դեպքում գործ ունենք չափահաս կյանքի որոշակի ճանապարհ անցած մարդկանց հետ, առաջին հերթին կոնկրետ այս նախագծի թիրախում երեխաներն են եւ սոցիալական կոնկրետ խմբում գտնվող երեխաներն են, որոնց ճակատագրի հանդեպ կարծում եմ բոլորս պատասխանատու ենք։ Շատ բարի, քանի որ խոսեցինք Տիկին Իսայան, հարգելի գործընկերներ, աշխատատեղերի մասին, մենք մի փոքր մեր հայրենակիցներին, ժողովրդին մի փոքրիկ տեղեկատվություն տանք, այսպես տնտեսապես ակտիվ բնակչություն կոչված այս հասկացությունը ինչ է, այսինքն այն մարդիկ են Հայաստանում դա 1 միլիոն մոտավորապես մի քիչ էսկոմ 300,000, 1.3 միլիոն, որոնցից այդ 750-760 հազարը արդեն վարձու աշխատողներն են եկամտային հարկի դաշտում, մոտ 320-330 հազարը գյուղատնտեսության ոլորտում աշխատողները, որոնք եկամտային հարկի դաշտում չեն եւ աշխատանքային ստաժ չի համարվում նրանց համար, եւ 200 հազարից մի փոքր ավել դրանք գործազուրկներն են, այսինքն մոտ 14-15% գործազրկության մակարդակը տոկոսը, սա 1.3 միլիոնի չափ է, եւ ես պետք է ասեմ, դրանից ելնելով բնականաբար դե հիմա ես այստեղ չեմ ուզում ծավալեմ, որ հետագայում մենք ունենալու ենք այսպես վեկտորը տանում նրան, որ ընդհանրապես ցանկացած երկրում զարգացման աստիճանը բնորոշում է աշխատանքի արտադրողականության աճով։ Մենք ինչ որ մոռանում ենք, ուղղակի ինձ ինքնանպատակ ասենք այս աշխատատեղերը այստեղ այնտեղ ճիշտ ասեց պարոն Քյանը, որ կարող է ժամանակավոր բնույթ ընդունենք մի 3 ամիս միտեղ գրանցել են, աշխատել են, հետո փակվում է դա։ Այսինքն այս սա շատ լուրջ առանձնահատկություն ունեցող խնդիր է, մենք պետք է հետևենք գործընթացներին, ինչու եմ ասում, տեսեք, ինչ կատարվեց 2024 թվականին։ 2024 թվականին պետական բյուջեի մուտքերը 223 միլիարդ դրամով թեր հավաքագրվեցին, քիչ։ Սա նշանակում է, որ պետական բյուջեով նախատեսված էր նաև մանկատների եւ մյուս ուրեմն ծախսեր, մանկատան մասով կարծում եմ, որ պետք է անպայման անեին, որոնք կարող է չանեին, եթե դու անպայման պետք է անես այդ ծախսը նախատեսված, ուրեմն պետք է պարկ վերցնես։ Դուրս է գալի քո փողը չի երիկել 223 միլիարդ դրամով, ուրեմն դու պետք է պարկ վերցնես, պարկը այսօր ցածր տոկոսադրույքներով ուրեմն միջազգային կազմակերպությունները չեն տալիս, ներքին պարտքն է ուրեմն ավելանում 14-15%-ով, այսինքն թանկ փող, պարտքը թանկ փող է, թանկով վերցնում ես եւ ովքեր են միջնաժամկետ կամ կարճաժամկետ պետական պարտատոմսերը ձեր բանկերը, այսինքն դու բանկերին հարստացնում ես, բերում ես այդ պարտատոմսերը տալիս են, հետո երաշխավորված իրանք բյուջետային երաշխիքով հետ են ստանալու, արդյունքում այդ ստեղծված աշխատատեղերը կամ վիճակի պահպանումը թանկ է նստում։ Դրա համար ես չեմ ասում դրա համար է միայն ընդհանրապես Հայաստանը ծախսատար թանկ երկիր է, դրա համար այդ աշխատակիցները ռելոկանտները թողեցին գնաց այստեղից։ Միավորի հաշվարկով մեր երկրում ապրուստը շատ թանկ է։ Սոցիալական հարցը դե չէ։ Որտեղ ես ասում եմ, այդ գալիս է բոլոր այն ասպեկտներից, որ մենք բոլոր առումներով քաղաքականություն թե հարկմային քաղաքականություն, թե իրանց մոտ իրականացվող բիզնեսի կառավարումը մենք այնպիսի պայմաններ ենք դնում, որ այդ բիզնեսի կառավարումը հնարավորինս թանկանա։ Ես ասացի, որտեղ բոլորը տեսեք նաև նոր համակարգի ներդրում կա այսօր, ասենք այդ դրոշմապիտակների, հա, այդ համակարգը անցնում է այդ QR-ով, որը էլի լրացուցիչ ծախսեր է, այսինքն թե նախկինում դրանք անվճար էին, հա։ Ինչ ծախսա, բանկ է, միավորի։ Մի հատի հաշվով հիմա 402 դրամ են պահանջում։ Այո։ Այդ ավելացած արժեքի հարկը ներառել։ Տեսեք, հիմա խնդիրն ինչումն է։ Մենք դրա հաշվարկներ չունենք, դրա քննարկումներ չկա։ Դրա առհասարակ ազգային օպերատորի, ես չեմ ասում այդ ընտրության կարգը ոնց է, ինչ է, այդ հարցերը թողնենք մի կողմ, բայց տեսեք, նախկինում ինչ իրավիճակ էր։ Մենք անվճար ստանում ենք հոլոգրաֆիկ պիտակներ պաշտպանված, որոնք կեղծել անհնարին էր, փոխարինել, կրկնակի օգտագործել, դրանք բոլոր պայմաններ եւ պաշտպանիչ միջոցները այնպես էին ձեռնարկվում, որ դրանք անհնար էին։ Հիմա էլեկտրոնային է։ Հիմա այդ ամբողջ process-ը պետությունը դարձել է անվճար մեզ։ Եթե դա մենք վնասում ենք եւ դա օգտագործումից մենք վնասում ենք, որի մասին տեղեկացնում ենք
պետական մարմիններին, դրա համար մենք տուգանվում ենք եւ վճարում ենք այդ ապրանքի, այդ ինքնարժեքի հաշվարկի չափով, որը հաշվառում էր պետեկամուտների կոմիտեն եւ վարչական ակտ էր կազմում եւ մենք վճարում ենք տնտեսվարողներին։ Ինքնարժեքի մասով։ Այո, դա կազմում էր 3 ամբողջ, եթե չեմ սխալվում, 95 դրամ։ Հիմա անհասկանալի է, ինչու է դա դառը 4.2 դրամ, որը չունի պաշտպանիչ շերտ, որը տպագրված մեզ չի տրամադրվում, հա, տպական ծախսերն էլ է մեր վրա, որը գնահատվում էր սկզբնական փուլում մոտ 5 դրամ, բայց հիմա քանի որ մրցակցություն եղավ, նվազեց մոտ կեսից չափով, այսինքն ընդհանուր եթե վերցնենք մոտ 7 դրամի մոտավոր ծախս է անելու տնտեսվարողը մեկ հատի հաշվարկով դրանով ապրանքներն էլ է թանկանալու։ Եվ ստե վերցնենք ՓՄԶ արտադրողների եւ ավելացած արժեքի հարկով, եթե այդ ավելացած արժեքի հարկովը ինքը ինդեքսը կարողանալու է հաշվարկի եւ իր ծախսը ավելի նվազա, այս պարագայում չկա, այսինքն իր համար ամբողջությամբ պետք է։ Բայց սրա նպատակը շատ ներողություն է, այդ վճարումներն ու փոխանցումները էլ ավելի այդպես այդ գործընթացները, հա, ավելի հարմարավետ ու արդյունավետ դարձնելը, չէ՞։ Ինքը process-ը ստանալու, կառավարելու, հետևելու կրկնակի բարդացնում է տնտեսվարողի կյանքը, լրացուցիչ ծախսեր, լրացուցիչ աշխատուժ, այդ ամբողջը լրացուցիչ ծախսեր է ներառելու, լրացուցիչ համակարգերի ներդնում, որը բոլորը ծախսեր է։ Եվ դրանից բացի այն նախկինում այդ ամբողջ process-ը տիրապետում էր պետեկամուտների կոմիտեն, այսինքն ամբողջը պետական մարմինին էր դու ինֆորմացիան, իսկ հիմա մասնավորին ես դու տալ, քո առևտրային գաղտնիքը մասնավոր մի ընկերություն տիրապետում է, որքան ես պահանջել, որքան ես արտադրել, որտեղ ես իրացրել, ինչ շուկաներում, որ տարածաշրջանում, այսինքն դու մի մասնավոր ընկերության քո առևտրային գաղտնիքը տրամադրում ես, այդ լուրջ բան է դա։ Բացի դա այն որ դու տրամադրում ես, մի հատ դրա համար վճարում ես այդ ընկերությանը։ Հա, գոնե այդ ընկերությունը քեզ վճարի, որ դու քո առևտրային գաղտնիքը տալիս ես, մի հատ էլ իրան ես վճարում։ Նախկինում այդ QR-ը որ մենք չէինք կարում, այդ դրոշմապիտակը կեղծեինք, կրկնակի տպագրեինք, հա, որտեղ դա ստանում ենք պետությունից եւ ամրացնում ենք, այսինքն այդ քանակային առումով ՊԿ-ը ավելի հեշտ էր հաշվառում անում քանակային։ Իսկ հիմա մենք որ մեզ QR կոդ են տալ, մենք կարող ենք կրկնակի տպենք, կրկնակի կպցնենք, ինքը վիզուալ չի երևալ, ինքը թղթով մի հատ QR-ը, սևագիր, հա, դու չես վիզուալ չես տենալ, դա կեղծ է, կեղծ չի, կրկնակի օգտագործված է թե եւ արդեն ստվերը գնալու է առաջ։ Մենք հիմա ինչ ենք հնարավորություն ենք տալի նոր ստվերի գնան, որ հետո ընկնենք հետևներից բռնենք եւ քրեական գործեր դատենք այդ մարդկանց, չգիտեմ, բաժի ենթարկենք եւ ինչու ենք մենք այդ լծակը նորից ստեղծում։ Խենք թույլ տալի դրա ձեր կարծիքով ինչի են այդպես անում։ Ես չեմ անում։ Անկեղծ ես չեմ հասկանում, սրա գաղափար ու նպատակը չեմ կար։ Ես մտածում եմ, որ ԵԱՏՄ կանոնակարգեր կար, ինչ էր ուզում այն ժամանակ, եթե կհիշեք, ԵԱՏՄ-ն ասում էր մենք ապրանքի հետագծելություն ունենք, այսինքն տեսնենք GPS համակարգեր ներդնենք, որ տենանք էլեկտրոնային կողպեքներ եւ այլն միջև հետագծելություն Վրաստանից, այո, Ռուսաստանից ապրանքը Հայաստան մտավ, թե չէ, տեսնենք։ Հիմա այդ QR-ով, հա, իրանք դա են ուզում երևի Նաև դա են ուզում անեն։ Օրինակ Ռուսաստանում դա դրած է հենց դրա համար եւ ինքը ներքին շուկան չի վերահսկում։ Ներքին շարժ ինքը չի տանում, իրան չի հետաքրքրում ներքին շարժը։ Իրան հետաքրքրում է արտաքին այդ երկրների, հա, ԵԱՏՄ-ում գործող Բելարուսիայի, այդ Հայաստանի, այդ իրենց ապրանքների շրջանառությունը հետևի ինքը։ Մենք էլ ենք, ես էլ եմ ասում, օքեյ, այդ դրա համար բերեք ներդնեք արտահանողները, թե այդ QR-ից օգտվեն, դրա համար վճարեն։ Եվ ներողություն, ես ասեմ նաև շատ այսպես հիշեք ձեր միտքը Տեսեք, ուրեմն նաև այդ հետագծելիության, ուրեմն արդյունավետության հաշվարկներից ոնց որ ազդեցության գնահատական մեկը նա էր, որ ընդունենք Լարսով, հիմա գիտեք, Լարսը բավականին խցանում է, ձմեռ է եւ այլն, չէ՞, որպեսզի նախորոք ուրեմն պետությունները, ասենք Ռուսաստանից Հայաստան ապրանքներ, չէ՞, գալիս, նախորոք արդեն ներգրողներն ու արտահանողները եւ հակառակը տեղեկություն տան մաքսային մարմինների, որ եւ կամ տրանսպորտային վերահսկողության մարմին, որ այսքան այս փուլում ապրանքներ անցնելու կամ այսքան մեքենաներ, որպեսզի նախորդ պլանավորեն այդ շարժը, թե ինչ ծավալատեղ մտնելու։ Այո, ես հետ եմ, որտեղ մեր պետեկամուտների կոմիտեն լրացուցիչ վարչարություն էր անում սահմաններում, հա, ստուգելով որ տենան այդ ապրանքը իրականում գնալու է, վաճառվելու է, հարկեր վճարելու է, որտեղ դա գիտենք, այդ սահմանին հսկողություն չկա, մաքսային ձևակերպումներ չկա, եւ հարկերը վճարում ես ավելի ուշ։ Այսինքն ներմուծում ես մինչեւ հաջորդող ամսվա 20-ը ժամկետ ունես վճարելու եւ կարա ներմուծել, իրացնել, հարկեր չվճարել, թողեր հեռանալ։ Դրա համար հսկողություն էր անում։ Իսկ այս մասով արդեն
կարող է ինչ-որ չափով այդ հսկողությունը ավելի իրancs մոտ ուժեղացնել, բայց ներքինի մասով մի հարցադրում անեմ, այս փոփոխությունները, այսինքն կարգավորումը QR համակարգի 2024 թվականի տարեվերջից, չէ, հոկտեմբեր ամսից է կարծեմ կիրառվում։ Այս ամիսների ընթացքում ինչ վիճակագրություն կա այդ ռիսկերի մասին համապատասխան պատկան մարմինների հետ ինչ է կարել։ Բոլորներում է ներդրվել, օրինակի համար խմիչքները, սիգարետը, որտեղ որ իրանք այն ժամանակ էլ տենց ռիսկային հաստվել են եւ ռիսկային ակցիզային այո, իրանք ակցիզային հսկողության տակ են եւ այդ ռիսկայնությունը չկար եւ իրանք մոտ մի քիչ իրանք խոշոր արտադրողներ են, խոշոր ներդրողներ են, իրանք համար ֆինանսական այդ լուրջ բեռը ներդրումների ծախսերը իրանք համար լուրջ խնդիր չէ, իրացման լայն շուկա ունեին, սպառման խնդիր որպես այդպեսին կարող են չունենալ, բայց այս մնացած, հա, մի շարք բիզնեսի ոլորտի համար լուրջ խնդիրներ կա, այսինքն մասնավորապես մենք ստանում ենք 1000 դրոշմապիտակ եւ հետագայում որոշում ենք այդ 1000-ը որի վրա փակցնենք եւ հարկային մարմնին փակցնելուց հետո տեղեկատվություն ենք տալու։ Իսկ հիմա մենք պետքա վերցնենք կոնկրետ մեր ներմուծվող ապրանքների հենց ընտրանքային օրինակի համար եթե հավի միս ենք ներմուծում, հավ ենք ներմուծում, որը տարբեր քաշ ունի, 1 կիլոյի, 1-2 կիլոյից սկսած, 1 կիլոյից սկսած մինչև 3 կիլո կա։ Պահանջում ենք ճշգրիտ դիմանալ։ Այո։ Մենք պետքա մի հատ 1-2 սնդեից մեր գործընկերոջ ասենք քանի հատ եք ուղարկել մեզ, մի հատ դրա համար հասկանալի, որտեղ հետո տեսականո հետ, մարդկային գործոնը փակցնելու խնդիր կա։ Օրինակ աշխատողը սխալ էր փակցրել, ստուգում ես տենում ես սխալ է փակցրել, դու համակարգում կարող ես փոփոխություն անել, հիմա չես կարող փոփոխություն անել։ Հասկանում, պետությունը պետք է, ուզում է վերահսկողություն անի, ուզում է հետևի, ուզում է բիզնեսին անի, բայց չի ուզում իմ հաշվին անի։ Իմ ասելով տնտեսվարողի կամ սպառողի, այսինքն ի վերջո սպառողի մեր հաշվի։ Դու ուզում ես քո գործը հեշտացնես, հսկողություն անես, համակարգերս ներդրել, բարի եղի այդ համակարգերի համար դու վճար։ Պայմանական անում եմ, հետո քեշնիկով հետ կստանաս այսքան։ Հա, ոնց ասեմ, էլ ցանցը նոր համակարգեր դրել հաշվից, չէ՞։ Հոմեզներ չեկավ, ասեց, բերեք այդ դրա համար փողեր տվեք կամ իր համար հարմարավետ վարչական շենքեր ասարկում, որ հարմարավետ իր աշխատողները մենք հո չենք վճարում դրա համար։ Մենք հոսակի սակագին կա, այդ սակագինը վճարում ենք, թե ինքը իր աշխատողներին ոնց պիտի հսկի, իր տեսուչի խափելու, չխափելու էլեկտրաէներգիայի սակագինը հաստատում է հանրային ծառայությունների հանձնաժողովը, դու գիտեք, որի մեջ այդ իր ներդրումային ծրագիրը HEC կամ Gazprom որ հաստատում են, մեջը մտած է բայց ինքը իր աշխատողից տվերը հասկանալի է, լրիվ հասկանալի է, հստելու համար հույնզանից գումար չի գա։ Լրիվ հասկանալի է, Տիկին Պետրոսյան։ Սոցիալական խնդիրները շարունակելով, եթե գնկելի այս իմ նախանշած տիրույթ, պետությունը կարծում սոցիալական ահռելի պարտավորություններ ունի նաև տարբեր թիրախային խմբերում գտնվող անձանց բնակելի տարրությամբ ապահովելու հարցում։ Եվ երբ որ նախորդիվ նշեցի նախորդ նախագծով ինքը իր գործառույթները պատվիրակում է մասնավոր հատվածի իհարկե սա օրենքի տեսանկյունից եւ օրենքին են չի ազատում իր պարտավորությունները կատարելուց, բայց ձեզ մոտ գալուց առաջ ես պաշտոնական գրություն էի ուղարկել աշխատանքի սոցիալական հարցերի նախարարություն եւ առասարակ պարբերաբար պաշտոնական վիճակագրություններ եմ խնդրում տրամադրել իմ գործունեության դիրքում գտնվող հարցերի շրջանակում, ինչը այդպես էլ չստացա, ինչեւ այս վերջին պահը գալու հետևում էի եւ չստացա պաշտոնական հարցման պատասխանը, թե օրինակ նորից եթե գանք առանձնական խնդիրի մնացած երեխաների դեպքում բնակարանային բնակելի տարածությամբ ապահովելու հարցում ինչ վիճակագրություն ունենք, վերջին վիճակագրությունը երևի որ տիրապետելի է 2019 թվականին, երբ որ կառավարությունը որոշակի գումար հատկացրեց աշխատանքի սոցիալական հարցերի նախարարությանը եւ վկայագրեր տվեցին թվով, եթե չեմ սխալվում, 20 անձանց, որպեսզի բնակելի տարածություններ ձեռք բերեին, իսկ դրան մանկատան սաներին, հա, մանկատան սաներին, բայց բոլոր դեպքերում չէ, որ միայն մանկատան շրջանավարտներն ունեն այս բնակելի տարածության խնդիրը, այլ խնամքի ներքո գտնվող այս կարգավիճակ ունեցող երեխաները եւս ունեն եւ այս դեպքում կարող ենք ասել որ նաեւ եթե պետությունը իր պոզիտիվ այս պարտականությունը չի կատարում նաեւ սեփականության իրավունքն է խախտվում եւ այս լուծարման գործընթացի հետ կապված մի շատ կարեւոր նկատառում եմ ուզում անել եւ այդպիսով խոսքս ամփոփել երբ որ այս լուծարման գործընթացները առաջի դեպքը չի գավառի մանկատունը առաջինը չի 2019 թվականին
որոշեցին լուծարել բյուրեղավանի գիշերօթիկ հաստատությունը եւ ինչ տեղի ունեցավ դրա արդյունքում իհարկե միայն բյուրեղավանի գիշերօթիկ հաստատություն չէ, նաեւ Վանաձորի մանկատուների գիշերօթիկ հաստատություններ որոշեցին լուծարել 2019 թվականին եւ որոշում ուժի մեջ էր մտնելու այդ ժամանակ արդեն դեկտեմբերին, բայց գիշերօթիկի սաներին արդեն մի քանի ամիս առաջ տուն էին ուղարկել եւ պնդում էին, որ բոլորի տուն ուղարկելու հիմքում եղել է մասնագիտական սոցիալական ծառայության մասնագիտական եզրակացությունները եւ խնամակալի դիմումը, բայց դա այդքան էլ այդպես չէր եւ հաստատության սաներից երկուսը 77-ամյա տատիկի խնամակալությանը նորից վերահանձնված Շմոլ գազի թունավորումից տանը մահացան Արդյունքում 3 ամիս դեռ կար, 3 ամիս դեռ կար, որպեսզի որոշում ուժի մեջ, բայց արդեն փաստացի գտնվում էին տատիկի մոտ եւ չկար համապատասխան պայմաններ, այսինքն ես չեմ ուզում որևէ վատ կանխատեսում անել եւ ուզում եմ հուսալ, որ սա միայն երեխաների լավագույն շահի ապահովման ուղղված լինելու, բայց բազմա մասնագիտական գնահատումները եւ դրանց մասին իրազեկումը հանրությանը եւ մասնագիտական հանրույթին կարծում եմ անհրաժեշտ է, որպեսզի մտահոգությունները առնվազն այսօրվա չափ չլինեն։ Շատ բարի։ Շնորհակալություն, երևի թե պարոն Մելքումյան, քանի որ այսպես մեր ժամանակը սուղ է, սկսենք ամփոփելով, հա, առաջ գնալ, պարոն Քերյան, այնուամենայնիվ, եթե մենք փորձենք վերլուծենք այն բոլոր խնդիրները, որ այսօր այս կարճ ժամանակահատվածում մենք քննարկեցինք եւ այն բոլոր խնդիրները, որոնք բնականաբար տեղյակ եք, քաջատեղյակ եք, թե սոցիալական հարցերով, որոնք տնտեսական նաեւ, հա, գործունեության այսպես հետևանքներ են, այդ տարբեր հարկային փոփոխությունների ընդհանրապես իրավիճակը են կարգավորումները, որոնք թվում է թե պետք է առավել արդյունավետ ու հարմար լինեն տնտեսվարողների համար։ Ինչպես է ստացվում, որ մենք ամեն անգամ փորձում ենք ել ավելի կարգավորել, ել ավելի այսպես հարմար պայմաններ ստեղծել, բայց արդյունքում կարծես թե մենք շատ ավելի նեղացնում ենք թե տնտեսվարողներին, թե դրա հետևանքով բազմաթիվ սոցիալական խնդիրներ են առաջացնում։ Այն դեպքում, երբ մենք տեսնում ենք, օրինակ նույն մամուլով, պարոն Մելքումյան, բազմաթիվ փորձագետներ, գիտակներ այդ մասին խոսում են, այս վտանգների մասին բարձրաձայնում են։ Այսինքն թվում է, թե պրոֆեսիոնալները կան մեր երկրում, այս ներուժը կա։ Ինչպես է ստացվում, որ դրանք չեն գտնում, հա, տեղ չեն գտնում այն որոշումների կայացման մեջ։ Կոնսենսուսի։ Քանի որ քաղաքական կառույցների կամ ընկերությունների կամ չգիտեմ հասարակական կառույցների ոչ մեկի անդամ չեմ եղել, չեմ անում, որոնց դրական նախաձեռնությունները ոնց են իրանց կողմից առաջանում։ Մի բան գիտեմ, որ որևէ օրենք մի քանի երկար փուլերով որևէ օրենսդրական նախագիծ, այս վերջնական հանրային լուրջ քննարկումներ, ազդեցության գնահատական, ռիսկերի գնահատական, հա, որևիցե նմանատիպ միջոցներ չի իրականացել։ Մենք ունեցել ենք լուրջ խնդիրներ, հա, մենք ունեցել ենք այս բոլոր օրենսդրական փոփոխությունների վերցնենք այն ավելացած արժեքի հարկի վերադարձից հետո կատարվող քրեական գործերի մի շարք պատմություն, որ մինչև այսօր, հա, փորձում է լուծի պետությունը, այսինքն, քանի որ այդ օրենքները ընդունվել են, լայն ներկայացվել են, որ մենք դες բիզնեսին հետ ենք տալի ավելացած արժեքի, ինչ լավ բան ենք անում, դրանից հետո ոչ թե լավ բան ենք արել, այլ քրեական մի շարք գործեր են շատացել, այսինքն ի՞նչ է դրանից պետք։ Դե հիմա էլ այդպես ներկայացվում, ասում են մինչև 1% իսկ սոցիալական առումով ցանկացած նմանատիպ փոփոխություններ եւ բարդացությունը բիզնեսի կյանքը ինչքան բարդացնում է, սպառողի կյանքն է բարդացնում։ Որևիցե բիզնեսմեն իր շահույթի հաշվին, հա, ավել հարկեր չի վճարելու։ Բոլորը իր շրջանառությունները, իր եկամուտները ապահովելու համար թանկացնելու են իրենց ծառայությունների արժեքը։ Եվ այդ ծառայություններից մենք պետք է ստիպված օգտվենք, հա, օրինակի համար, տեսեք, մենք սոցիալական որևիցե կոմպոնենտ չենք մտցրել փաստաբանական ծառայությունների մասով, այսինքն փաստաբանը ինքը պետք է լինի հասանելի բոլոր խավին, անկախ իր վճարունակությունից, իր սոցիալական դիրքից, այո, չէ։ Բայց որոշակի դեպքերում հանրային պաշտպանի ինստիտուտը անխափան աշխատում է այս դեպքերում։ Հա, բայց հանրային պաշտպանի ինստիտուտը այո աշխատում է, բայց փաստաբանական որակյալ ծառայություն ստանալու համար դու որակյալ փաստաբանի պետք է։ Այդտեղ էլ եկեք չնուսեմացնենք բավականին որակապես բարձր հանրային պաշտպաններ ունենք, իհարկե խոսքում ռացիոնալ հատիկա ճշմարտության։ Ես չեմ ուզում ասեմ, որ այդ հանրային պաշտպանը, փաստաբանը ինքը չունի որակավորում, բնականաբար եթե փաստաբանը ինքը ունի ընկալումը տենց է, ընկալումը։ Բայց ինչ
փաստաբանը ինչ ջանասիրությամբ կաշխատի իր վճարովի, հանրային պաշտպան, մոտիվացիան այստեղ պետքա չասենք, ես չեմ ուզում իրանց ասեմ, որ բժիշկը չի բուժելու, բայց մենք շատ դեպքեր ունենք, չէ՞ որ ասում են վճարի, որ օպերացիան անենք։ Չկա տենց դեպքեր, հա? Մենք ունենք այդ դեպքերը, մենք ինքն էլ բժիշկի երթում ա տվել, բայց դե շատ կան տենց դեպքեր եւ դրա համար պետք է հասկանանք, որ այդ առումով պետքա պետությունը նմանատիպ որոշումներ կայացնելուց այդ սոցիալական այդ կոմպոնենտը հաշվի առներ եւ ինքը օրինակի համար, եթե անապով ընտանիքների ծառայություններ մատուցելուց ազատեր հարկերից, հա, որոշակի գործառույթներ իրական սահմանամերձ տարածքներում, հա, ծառայություններ մատուցելուց կամ գործողություններ իրականացնելուց ազատեր ընդհանուր առումով ասենց կարող եմ ասել մենք ցանկացած օրենսդրական փոփոխություն անելուց պետքա մի հատ հասկանանք մենք ինչ ենք ուզում մենք ուր ենք ուզում գնալ եւ ինչ ճանապարհով ենք ուզում գնալ որպեսզի այնպեսի փոփոխություն կատարենք որ այո ամեն օր չկատարենք այդ փոփոխությունը ամեն ժամ չկատարենք որևէ գաղտնի կարծում եմ այստեղ չկա որ չենք ուզում իմանալու հարց դիտարկենք պարոն Մելքոյան այստեղ խնդիրը նրանում է եւ ես իմ հարցադրումը մյուս գործընկերներին եւս կուղեմ հա երբ լսում եմ տարբեր եւ գիտեմ քաջատեղյակ են ոլորտում կան շատ մասնագետներ պրոֆեսիոնալներ գիտակ խմբեր այսինքն մասնագիտական ներողություն հանրույթը կա եւ տիրապետում է խորքային բոլոր խնդիրներին, բայց ավաղ դրանք որևէ տեղ լուծում չեն գտնում, անգամ այն առաջարկները, որ հրապարակային հնչեցվում են, լուծում չեն գտնում որոշումների մեջ։ Իմ հարցը ավելի շատ դրանումն է, պարոն Մանուկյան։ Ինչու է այդպես ստացվում, որ մենք չենք կարողանում համախմբվել, մի կողմ թողնենք մեր քաղաքական, կուսակցական շատ նեղ շահը եւ առաջ տանենք ազգային շահը։ Տեսեք, ցավոք այսօր որոշում կայացրող մարդիկ եւ օրենքի նախագիծ ներկայացրող մարդիկ քաղաքական առումով ուղղորդվում են, շարժվում են իրենց նեղ կուսակցական շահերով։ Եվ իմ կարծիքով գիտակ մարդկանց եւ կարող մարդկանց ներքին կոնսենսուս պետք է ներքին համախմբում լինի, որպեսզի երկիրը այս ծանր տնտեսական իրավիճակից կարողանա դուրս բերել խելացի մարդիկ իրենց խելացի որոշումներով։ Տեսեք, վերջերս նման մի նախաձեռնությամբ հանդես եկավ Գագիկ Ծառուկյանը, ինչ էր առաջարկում, շուրջ արդեն 1 տարի է ես լսում եմ այս թեզը, որ բոլոր կարող ուժերը պետք է համախմբվեն, որպեսզի երկիրը այս ծանր իրավիճակից դուրս բերեն, այնուհետև նոր գնան իրենց նեղ կուսակցական կամ քաղաքական շահերով։ Չեմ սխալվի, եթե ասած լինեմ, որ եզակի մարդներ, որ նեղ կուսակցական քաղաքական շահը մի կողմ դրեց եւ առաջարկ արեց երկրում բոլոր կարող ուժերի միասնություն, համախմբում Այսինքն այս համախմբում հնարավոր է հաղթահարել։ Այո, որովհետև մենք ունենք գիտակ, փորձագետ մարդիկ, ունենք ոլորտի փորձառու մարդիկ, որոնք կարող են ոլորտում լուրջ փոփոխություններ իրականացնել, տնտեսական ոլորտում, ինչու՞ չէ նաև տնտեսական զարգացումից կախված է նաև անվտանգության մեր բարձիկները ավելի ամուր են լինելու եւ կարող ուժերի ճիշտ որոշումների, ճիշտ վերլուծությունների, ճիշտ գնահատականների դեպքում եւ իհարկե ճիշտ օրենքներ մշակելու նախագծեր ներկայացնելու դեպքում իմ կարծիքով մենք կարող ենք այս իրավիճակից դուրս գալ։ Շատ բարի, ես ուզում եմ այստեղ Տիկին Իսայանի մի բան ավելացնել, որովհետև նախորդ թիվի իմ հեղինակային հաղորդման ժամանակ էլ արծարծեցինք արդեն քաղաքական գործիչների հետ այս դրույթը, պարոն Ծառուկյանի, տեսեք, իհարկե, ասենք մի կողմ ա դրվում այս փուլում կուսակցական շահի խնդիրը, այսինքն սա որն է, որ երբ որ հայրենանվեր գործունեություն է իրականացնում, պարոն Ծառուկյանը, որ չի ակնկալում դիվիդենդ, խնդրում եմ ճիշտ, չի ակնկալում, որ այդ դիվիդենդը գնում է կուսակցությանը, բայց նաև դրանով կոչ է անում, որ նաև կարող ուժերը նաև այդ մոտեցումը որդեգրեն։ Մենակ դա եզակի չպետք է անի, պետք է մյուս բոլոր կարող ուժերը նաև որդեգրեն եւ համախմբվեն, որը մեր երկրում այնքան էլ հեշտ գործ չի, հայերի մոտ դա ստացվում, բայց դա շանս է, որովհետեւ արդեն կյանքը ցույց է տվել, որ առանձին, այն որ ասում է գյուղ կանգնի, գերան, չէ, ասենք բան կոտրի։ Այսինքն այս առումով սա շանս է, որպեսզի այդ հնարավորությունը կա օգտագործվի եւ առաջ շարժվենք։ Թե ոնց պետք է դա ռեալ իրականացվի, արդեն դա ռեալիզացվի, տեղայնացվի եւ իրականություն դառնա, արդեն երկրորդ հարցն է, որը նաեւ այդ լուծումները անպայման ինքը կունենա։ Շատ լավ, եթե ամփոփեցիք, ահա։
լինելով ինքը գործի մարդ, ես միշտ հետևում եմ, լինելով գործի մարդ, ինքը արդեն կանխազգում էր, որ մեր տնտեսությունը գնում է դեպի անկում։ Եվ վերջերս ազգային վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով մենք արդեն տեսնում ենք, որ նախորդ տարվա 25 թվականի հունվար եւ նախորդ տարվա հունվարի դրությամբ արդեն տնտեսական ակտիվության ցուցանիշի 43%։ Չէ, արտաքին առևտրաշրջանառության տնտեսական ակտիվության ցուցանիշն էլ շուրջ 40 կամ 43% արդեն անկում ունենք։ Բնականաբար շինարարության ոլորտը, արդյունաբերությունը, ծառայությունները, օրինակ շինարարության ոլորտը, որը բում էր ապրում, 86% արդեն անկում ունենք։ Ծառայությունների ոլորտը 19%։ Ես այստեղ ինձ մոտ հարգելի գործընկերներ ունեմ այս ցուցանիշները, ուրեմն նույն ժամանակահատվածի համար 40%-ով նվազել է առևտրաշրջանառությունը, արտահանումը նվազել է 49.2%-ով, ներմուծումը 33.5%-ով։ Այսինքն այս բոլոր ցուցանիշները անկում են նրանց։ Դիգինիս այն, բայց պարոն Մանուկյանը որ ասում է, դա հունվարը 24 թվականի դեկտեմբերի նկատմամբ, դա հունվարի նկատմամբ, դա ինչ որ ասում եք հունվարը դեկտեմբերի նկատմամբ։ Եվ Ամփոփելով խոսքս, բայց այդքան շատ հորետեսական բաներով չամփոփեմ։ Ուղղակի տեսեք, ցավալի է, որ մենք արդեն տեսնում ենք տնտեսության տարբեր ճյուղերում, որոնք տնտեսության շոքեքարշ ոլորտներն են, մենք արդեն տեսնում ենք ակտիվության նվազում եւ արդեն իսկ ունենք հունվար-փետրվար ամիսների տվյալները, որ գնաճը կազմել է 21%, սակայն պետք է ձեր այստեղ ուշադրությունը հրավիրեմ նրա վրա, որ դա ընդհանուր 21%, բայց այն ապրանքատեսակների, որոնք ամենօրյա են եւ հիմնականում աղքատ խավը բնականաբար ուզի թե չուզի պետք է օգտվի այդ ապրանքներից եւ ծառայություններից, միջև 20-25% արդեն գնաճ ունենք։ Շատ բարի։ Եվ տնտեսության մասով դրական սպասումներ այս պայմանությամբ դեռևս ես չեմ տեսնում։ Տիկին Պետրոսյան, ամփոփիչ։ Այս ցուցանիշներից հետո դժվար է իհարկե։ Ցուցանը, հա, բայց պարոն Մերկումյանին երկրորդելով իհարկե լավատեսությունը պահպանելը անհրաժեշտություն է եւ առանց դրա կարծում եմ առաջ շարժվել, բայց հնարավոր չի լինի, բայց իրատեսությունը սրան զուգահեռ պիտի լինի ու պետությունը որպես ինստիտուտ, որպես կառույց եւ անձանց միավորում ինքը շատ պատասխանատվության տիրույթներ ունի եւ սոցիալական ոլորտը թերևս ամենամեծն է, ամենազգայունն է եւ այս այն սոցիալական ոլորտից բնակչության դժգոհությունները միշտ ամենաշատն են, որովհետեւ եթե պետությունից պահանջում են անվտանգային հարցերում առաջընթացներ, տնտեսականը, սոցիալական պայմանների բարելավում եւ այլն, այս առումով իհարկե պարտավորությունները շատ են եւ այս առումով պետությունը կարծում հատկապես այս վերջին օրենսդրական փոփոխությունների եւ նաեւ տնտեսագիտական ոլորտում ինչքանով լսեցի գործընկերներս իրականացվող բարեփոխումների արդյունքում պետք է իր պոզիտիվ արտականությունները շատ բարձր հանձնառությամբ կատարի եւ արդարացիորեն նշեցիք, որ փորձագիտական հանրույթի մասնագետների կարծիքը եւս պիտի փոխվի լսել անկախ շատ տարակարծություններից, որովհետեւ շատ խնդիրներ հենց լինում են, երբ որ հրապարակային քննարկումներն են քիչ լինում, նախագծերը իդրաֆտ կետեյում են ուշ ներդրվում եւ հապճեպ ընդունվում։ Այո, շատ հուսանք, որ գուցե նաեւ այս հաղորդումը դրական ազդակ լինի։ Շնորհակալ ենք։ Հարգելի գործընկերներ, Տիկին Իսայան, ես հաղորդման ընթացքին այսպես հետևում էի, այսօր մենք մի քիչ ավելի հանդարտ նոտաներով տարանք, այնպես չի, որ պետք է ինչ-որ ընդհատենք, ինչ-որ բաներ ապացուցենք եւ այլն, նո պետք է ասենք, որ այստեղ եւ բարձրակարգ պարոն Քեյանը հաշվապահական ոլորտի մասնագետ է, բարձրակարգ իրավաբան Տիկին Պետրոսյանը եւ մանկավարժական ֆինանսական ոլորտի բարձրակարգ մասնագետ պարոն Մանուկյանը եւ դուք նույնպես ամեն մեկի իր ոլորտում մենք աշխատում ենք Տիկին Իսայան մեր հաղորդումներում ներգրավենք, հրավիրենք մարդկանց, որ մենակ մի առանձին տիրույթի մարդիկ չեն, այլ ամենատարբեր ոլորտներից եւ հողի վրա կանգնած ռեալությունները ներկայացնում են շատ քաղաքակիրթ ձևով, այստեղ որևէ այսպես վիրավորական բան այսպես մենք չենք անկնկալում, բայց մեր սիրելի հայրենակիցները եւ փոքր միջին բիզնեսի նաեւ տարբեր բիզնեսների ներկայացուցիչներ պետք է իմանան, որ Հայաստանը նորանկախ իր պատմության ուրեմն 30 տարիներից ավել 34-5 տարի արդեն որ գործում է,
այս երկրում մեր տիպի տարածաշրջանում եւ երկրում անընդհատ ռիսկեր կան։ Եվ այդ ռիսկերը ամենօրյա է, ոնց են ասում, եթե այդ օրը վերջանում է, դու բացասական ինֆորմացիա չես ստացել, բացասական լիст չես ստացել, ասում ես, ինչ լավ է, այսօրը շատ լավ ապրեցինք եւ ամեն աստծո, ոնց որ ասում են, դա երջանիկ բան է, բայց մենք ոնց որ սովորում են դրան, որ անընդհատ այդ ռիսկերով պետք է անցնեն։ Օրինակ, պարոն Քեյանը ասեց, չէ, շահութարկի մասին օրենքը կամ ավելացված արժեքի մասին օրենքը մենք հարկային օրենսգիրք ենք ընդունել 16 թվին 18-ից գործում է, որ շատ քիչ փոփոխություններ անենք, բայց քանի անգամ է դա փոխվում եւ դա նշանակում է խաղի կանոններն է այդքան անգամ փոխվում եւ մարդ չի իմանում ոնց շարժվի, որ հարմարեցվի։ Մարդիկ կան հոգնում են, ասում են, չեմ ուզում անդադ այդ կանոնի մեջ անդադ բան անեմ, էլի արձագանքեմ, ինչ որ սենց անեմ, նենց անեմ, շատ բարդ է այդ ամեն ինչը եւ կարծում եմ այսօր այո, մեր քննարկման ոգին, որ մենք գրել ենք, որ տնտեսական անկման սոցիալական հետևանքները տարին լավ թվերով, լավ ցուցանիշներով չի սկսվել, ոնց որ ասեց պարոն Մանուկյանը, չէ՞, լավ ցուցանիշներով չի սկսվել եւ հուսանք, որ պետք է հասկանանք ինչ ալինելու ինչ չէ, այնպես որ կարծում եմ բավականին հետաքրքիր քննարկում ենք ունեցել։ Այո, եւս մեկ անգամ շնորհակալություն, հարգելի մասնագետներ, ինչպես մենք խոստացել էինք արդեն այս նախաձեռնությունը, հա, մեկնարկելիս, բազմապրոֆիլ քննարկումներ ենք ունենում, անդրադառնալով տարբեր խնդիրների, բայց մեր նպատակը անշուշտ մեկն է, որպեսզի նաեւ ձեր կողմից բարձրաձայնվող, հա, խնդիրների հնարավոր լուծման տարբերակները հաշվի առնվեն այսօր, հա, կառավարության ներկայացուցիչների կողմից, որովհետև մեկ բան է, երբ մենք այդ մասին խոսում ենք, բարձրաձայնում ենք, ու ես միևնույն է այդ հարցի պատասխանը այդպես չեմ տեսնում այն իմաստով, որ այո, անհրաժեշտ է համախմբում եւ միայն համախմբման եւ քաղաքական շահերը ստորադասելու հետևանքով մենք կունենանք արդյունավետ որոշումներ եւ լուծումներ, բայց հույս ունեմ, որ իրապես երկրորդելով Տիկին Պետրոսյանին, նաեւ այսօրվա մեր քննարկումը այդպես որոշակի մտահոգությունների կամ եւս մեկ անգամ վերանայելու առիթ կտան։ Շնորհակալ ենք ձեզ եւս մեկ անգամ։ Շնորհակալություն ձեզ։ Հարգելի հեռուստադիտողներ, եթերում պրես կենտրոնն էր, կհանդիպենք։